Ինչև այսօր կյանք տվեց մեզ, Տերես իր սուրբ խոսքը լսել տվեց և թող Աստված օգնի, որ մեր սրտի մեջ նստի, որպես իրականացնենք մեր կյանքում և խնդրենք Աստծուն, որ այս դասը որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ և իրագործել մեր կյանքում։ Այսօր հասել ենք արդեն դաս 9, որ կոչվում է շփոթություն կոչվող և հիշելու համարն է դուրս մնա Աստծո հրավերից։ Բայց մեզանից է կախված, ով որ պատասխանում է Աստծո կանչին դառնում է ընտրյալ, այսինքն Աստված բոլորին դրա շնորհք, որով և ուրեմն այս մյուս կնոջ մենք որտեղից ենք իմանում, որ այս կանայք ներկայացնում են եկեղեցի, ոչ թե հատուկ ինչ-որ կանանց մասին է խոսքը գնում։ Դստերը և ասում է Սիոնի դուստր կամ հավատարիմ կին արտահայտությունը նկարագրելու Աստծո ժողովրդին, նաև Եփեսացիների մեջ է, չէ՞ ասում, որ Հիսուսը Փեսան է և եկեղեցին հարսն է։ Ուրեմն հակառակ այս արևը հագած կնոջ մի ուրիշ կին ներկայացնում է սխալ կրոնական համակարգը և իր մասին խոսում է որպես կոռնիկի, որ շնություն է անում։ Ինչու, որովհետև եթե Հիսուսին հավատարիմ ես, այսինքն հավատարիմ ես, եթե չէ, սխալ ուսմունք ես տարածում, որը Հիսուսը բոլորովին այդ ուսմունքը չի տվել, նշանակում է դու շնանում ես։ Եզեկիել 16:32-ում, երբ որ Իսրայել ազգը թողել էր իր Աստծուն, Արարիչ Աստծուն և գնում էր, երկրպագում էր ուրքերին, Աստված ինչ ասեց, պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։ Եզեկիելն ասում, այսինքն էդի նույն բանն է դուրս գալի։ Ուրեմն այս շաբաթ այս դասի մեջ կուսումնասիրենք այս երկու կանանց և կփորձենք ավելի խորությամբ հետազոտել ճշմարտության ու սխալի միջև հակասությունը։ Կարդանք Հայտնություն 12:17-ը։ Վիշապը փառկացավ կնոջ դեմ և գնաց պատերազմելու անոր մյուս զավակներուն հետ, որոնք Աստծո պատվիրանքները կպահեին ու Հիսուսին վկայությունը ունեին։ Եվ մյուսը էլի այս համարն է, մի հատ էլ կարդանք հիշելու համար, Հայտնություն 17:14, սրանք պատերազմելու են գարան հետ և գարը հաղթելու է նրանց, որտեղ տերերի տերն է ու թագավորների թագավորը, և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ։ Ուրեմն ո՞նց է նկարագրվում։ Հայտնություն 12:17-ի մեջ Աստծուն հավատարիմ զավակները նկարագրվում է որպես իր օրենքը, իր պատվիրանները պահողներ, իսկ Հայտնություն 17:14-ի մեջ նույնները, այս նույն մարդիկ կոչվում են կանչվածներ, ընտրյալներ ու հավատարիմներ։ Եվ կարդանք Հայտնություն 14:8 համարը։ Անոր ետևեն ուրիշ շեշտակ մը եկավ ընկավ մեծ Բաբելոնը, վասնզի բոլոր ազգերը արբեցուց իր կատաղի պոռնկությանը գինիովը։ Ուրեմն սա երկրորդ հրեշտակի համար է կոչվում, այսինքն իրար հետևից 3 հրեշտակներ պատգամներ են տալի։ Առաջին հրեշտակի պատգամը մենք գիտենք, որ ինչ ասեց, վախեցեք Աստծուն և երկրպագեցեք նրան, որտեղ իր դատաստանի օրը հասել է ժամը, և ուսնել ասեց, երբ որ այս ավետարանը տարածվի, այն ժամանակ ես կգամ։ Իսկ այս երկրորդ հրեշտակը գալիս է արդեն այս ավետարանը տարածելուց հետո և հայտարարում է, որ Բաբելոնը ընկավ։ Ինչ Բաբելոնի մասին աստեղ խոսքը գնում, որտեղ հին Բաբելոնը մենք գիտենք, որ վաղուց էր ընկել։ Այս Հովհաննեսը այս գիրքը Հայտնությունը գրել է մեր թվականության առաջին դարի վերջին,
Երբ որ Բաբելոնը արդեն փլատակների մեջ, այսինքն չկա Բաբելոնը, քանի հարյուրամյակ արդեն չկա։ So ինչ նկատի ունի, ստեղ որ ասման կա Բաբելոնը։ Ուրեմն այս հին Բաբելոնը որպես նախակերպար է պատկերված։ Ինչ էր ներկայացնում մարգարեություններում Բաբելոնը։ Ներկայացնում էր կեղծ կրոնական համակարգ, որը կունենա հին Բաբելոնի բնութագիրը։ Եվ հայտնություն 17-1-6 համարներում նկարագրում է Ծիրանի և կարմիր հագած կնոջ, և այս կինը նստած է կարմիր գազանի վրա, և Աստվածաշունչը այս կնոջը անվանում է Պոռնիկ։ Նա լքել է իր իսկական սիրեցյալին Հիսուս Քրիստոսին։ Ինչ է այդ նշանակում։ Ուսմունքն է թողել Հիսուս Քրիստոսին։ Քանի որ եկեղեցի է խորհրդանշում, ուրեմն սա մի կեղծ կրոնական համակարգ է, որ թողել է Հիսուս Քրիստոսի ուսմունքը։ Հավատուրած եկեղեցի է։ Եվ հետաքրքիր է, որ այս եկեղեցին միջազգային ազդեցություն ունի, որովհետև երկրորդ համարը 17 գլխի պիտի ես կարդանք մի հատ որում է երկրի թագավորները կողմնակեցան ու երկրին բնակիչները անոր կողմնակության առաջինն է կարդա 17 գլխի առաջին 7 սկավառակներ ունեցող 7 հրեշտակներ մեկը եկավ ու ինձ հետ խոսեցավ ասելով երկուր քեզի ցցնեմ այն մեծ Պոռնիկին դատաստանը որ շատ ջրերու վրա կնստի որուն հետ երկրի թագավորները կողմնակեցան ու երկրի բնակիչները անորության կինովցան Okay, սոստե ինչ ասում, որ երկրի թագավորները կողմնակացան իրար հետ, այսինքն սերտ հարաբերությունների մեջ է, եւ ինչ ասում, ասում է հարբեց, ինչով մարդը կարող է մաքուր գինին, որ խմես, որը խորհրդանշում է մաքուր Հիսուսի ուսմունքը, դու չես հարբի։ Իսկ ստե ասում է հարբեց, ինչից ես հարբում, երբ որ էդի թթվում է այդ գինին, եւ արդեն ալկոհոլ է դառնում, էդի խմում ես ու հարբում ես։ Այսինքն արդեն մեղքի մեջ ես։ Ուղեղը նորմալ է չի աշխատում։ Սխալի մեջ ես ընկնում։ Եվ 15 համարն էլ նույն այդ գլխի, 17 գլխի 15 համարը, ինքը իրան բացատրում Աստվածաշունչը, տեսեք, որ ասում շատ ջրերի վրա նստած է, հիմա 15 համարում բացատրում համարները Ասկե երկ ուրիշ հրեշտակ տեսա, որ երկեն կիշների մեծ իշխանություններ ու երկիր անոր փառքով լուսավորվեցավ։ Այն զորելով ինկավ մեծ Բաբելոնը, որ դևերու բնակարան եղավ ու բոլոր պիղծ ոգիներուն արգելանոց եւ բոլոր պիղծ ու ատելի թրջուներու վանդակ։ Վասնզի անոր կատաղի պոռնկության գինի խմեցին բոլոր ազգերը ու երկրի թագավորները անոր հետ պոռնկացան երկրի վաճառականները անոր չափազանց Ինչի այն քաջվայնացել, որովհետև Աստծո ավետարանը, Հիսուսի ավետարանը քարոզվում է ամբողջ ուժով։ Իսկ եթե իր դեմ է, ինքը չի ուզում, որ մարդիկ ճշմարտությունը իմանան, ընդունեն եւ փրկվեն, որտեղ ինքն է պատասխան տալու այս բոլոր մարդկանց փոխարեն։ Եվ ուրեմն ամեն ձևով երկրի բնակիչներ իսկական ճշմարիտ եկեղեցական համակարգում եկեղեցին միաբանված է ում հետ, Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ սրանք միաբանվել են պետության հետ։ Այսինքն իրականում բաժանում պիտի լինի եկեղեցական համակարգի եւ պետական համակարգի միջեւ, ինչի որովհետեւ եկեղեցական համակարգը մարդկանց առաջնորդելու հոգեվոր առաջնորդության համար, ոչ թե թելադրելու համար, այլ հոգեվոր առաջնորդության համար։ Իսկ այս կեղծ համակարգը ինչի է միանում պետական գործիչների պետական, որ իրանց միջոցով զորբայությամբ ստիպում է, որ դուք օգնեք ինձ, որ ես իմը առաջ տանեմ։ Եվ դա բոլորովին Աստծո կամքին հակառակ է, որտեղ Աստված ամեն մեկին տվել է ընտրության հնարավորություն եւ ոչ մեկի վրա զոր չի անում, ոչ մեկին չի ստիպում, որ ինձի ընտրեք։ Իսկ սրանք զորով ստիպում են մարդկանց, որ իրանց կեղծ համակարգի մեջ մնան։
ուրեմն ես ասեցինք, որ խաղի անխարը գինու խորհրդանիշը էդի Քրիստոսի ուսմունքն է մաքուր, իսկ արդեն կեղծված ուսմունքը, որ կեղծվել է, դա ալկոհոլային գինին է։ Եվ ուշադրություն դարձնենք ինչի, որ Աստված ասում է դուրս եկեք այդ Բաբելոնից, այդ կեղծ համակարգից դուրս եկեք։ Որովհետև ամեն եկեղեցում է, նույնիսկ այդ կեղծ համակարգի մեջ կան Աստծուն նվիրված մարդիկ, որտեղ իրանց այդքան է բացված, իրանք այդքանի մեջ հավատարիմ են, բայց Աստված ավելի շատ է բացում, և հենց ավետարանի տարածվելուց հետո է կոչ անում, որ դուրս եկեք, այսինքն ճշմարտությունը բացում է մարդկանց, հետո էլ կոչ է անում, ասում է դուրս եկեք այդ կեղծ համակարգից, որ իրանց հետ կործանման չգնան։ Եվ Աստված իրանց էլ կոչում է իմ ժողովուրդ, որտեղ ինքը գիտի իր գառներին, որ ասում է, գիտեք, ես ուրիշ բակերում ունեմ գառներ, իրանց պիտի բերեմ։ Եվ հայտնություն, կարդանք հայտնություն, հիմա տեսնենք, թե այս համակարգը կեղծ ինչով է հիշացնում հին Բաբելոնը։ Հայտնություն 17 գլխի 4-ից 6 համարները ոնց է նկարագրում այս կնոջը, որ կարմիր է։ Կինը ծիրանի ու կարմիր հագած էր, զարդարված էր ոսկիով ու պատմական քարերով և մարգարիտներով և իր ձեռքը ոսկի գավաթն ուներ, պղծություններով և իր պոռթկությանը անմաքրությունով լեցուն։ Անոր ճակատի մեջ անունը գրված էր Խորհուրդ Մեծ Բաբելոն, պոռթկներու և երկրի պղծություններու մայրը։ Տեսա այն կինը, որ սուրբերուն այրունով ու Հիսուսի վկաներուն այրունովը գինով ցած էր, և տեսա զանիկա մեծ զարմանքով զարմացա։ Տեսեք կերպարը այդ կնոջ, ոնց է նկարագրում։ Ծիրանի կարմիր հագած էր, զարդարված էր ոսկով, պատմական քարերով, մարգարիտներով, եւ ասում է իր ձեռքը ոսկի գավաթն էր, որտեղ հենց այդ կեղտոտ ուսմունքն է լցված, այսինքն այդ ալկոհոլ դարձած խաղողի հյութը, եւ դրանով ինքը ինչ է արգեցնում է մյուս եւ ասում է նաեւ փախծություններով է լցված այդ գավաթը։ Եվ հետաքրքիր է, որ նաև ինչպես է նկարագրում, որ ասում է սուրբերի այունը խմեց։ Այսինքն սա մի համակարգ է, որ իրական հավատացյալներին ոչնչացնում է, այունն է թափում իրաց։ Ուրեմն այստեղ Անխել Մանուել Ռոդրիգես տիեզերական կոնֆլիկտի եզրափակումը երեք հեշտակների լուրի դերը Էջ 43-ում գրում է. Բաբելոնի բնույթը հասկանալ փորձելու համար հարկավոր է անդրադառնալ դրա առաջին աստվածաշնչյան արձանագրությանը, Ծննդոց գրքին։ Ամեն ինչ սկսվեց Սենահարի հարթավայրում Միջագետքի Բաբելոն կոչվող հարավային տարածաշրջանում, որն այժմյան Իրաքի տարածքն է, հենց այնտեղ սկսվեց Բաբելոնի աշտարակի կառուցումը, որը մարդկային ինքնաբավության, ինքնապահպանման եւ Աստծուց անկախ լինելու խորհրդանիշներ։ Այսքան մարդիկ իբրթե ուզեցան ապացուցել, երբ որսեցին այդ Բաբելոնյան, որ մենք քո դեմ կարանք պայքարել։ Դու իբրթե մեզ մի անգամ ոչնչացրիր, բայց մենք հիմա միջոցներ կառնենք, մի բան կանենք, որ քո դեմ կարանք, իհարկե դի ծիծաղել է, ով կարա Աստծու դեմ պայքարել։ Աստված կարող մի հատ մի վարքյանում այդ իրաց կառուցածը, սկի չէ կարող չթողներ հիմքներ դնեին, բայց ինքը որպես իրանց խելքի բերի թողեց որոշ շահի բարձրացնել այդ աշտարակը, բայց սկի չքանդեցել է, թողեց որպես հիշատակ մարդու անմտության այդ աշտարակը։ Ուղղակի մի հատ շատ քիչ ավելի հզոր մի բան արեց, որ մարդկանց հասկացնի ձեր ուղեղն էլ իմ ձեռքերում է։ Ես հիմա նենց կանեմ, որ դու իրար չեք հասկանա։ Այսինքն այն լեզուները, որ մենք կարանք սովորենք մի քանի ամսում, տարում, մի անգամից այդ ծրագիրը դրեց այդ մարդկանց ուղեղի մեջ, ամեն մեկի մեջ տարբեր, խառնեց, խառնաշփոթ, այսինքն այդ Բաբելոնը հենց խառնաշփոթ է նշանակում։ Եվ իրանք սկսեցին չհասկանալ իրար, սկսեցին պայքարել իրար դեմ, որ դա մնաց այդպես։ Սո հիմա Ներողություն։ Ահա։ Երբ որ իրա խանգարվեցա, որ լեզուները վերջ ամեն մարդ իր բարեկամը կդաղանցավ կնա։ Ահա։
Այսինքն տարածվեցին, որտեղ տարածվեցին։ Ամեն մարդ դեսավ ադի իր լեզուն խոսի, որ մուսի լեզուն խոսի, որ օրոքով կոպիկացին, ուրեմն ժողովուրդները հոն բաժնվեցան աշխարհի վրա։ Աստված վրակիր աշխարհի վրա ժողովուրդները բաժնեց, որ եւ ինձ ինքը ցույց տվա, որ ինչու համար բաժնվեցան լեզուները։ Իրանց քրկության համար էր։ Այո։ Որտեղ Աստված հենց սկզբից ասեց տարածվեք։ Երկրի վրա չէ, չուզեցան տարածվել։ Եվ մի լեզվով էին խոսում եւ Աստված տարբեր լեզուներ դրեց, որ իրանք տարածվեն իրանց քրկության համար։ Եվ Պողոս առաքյալն էլ ասում է, սահմաններ որոշեց, որ իրանք ապրեն այդ սահմաններում եւ փնտրեն Աստծուն։ So այս համակարգը այնքան արատավոր է, որ նկարագրվում է որպես ուրեմն սրբերի ու հիսուսի վկաների արյունով հարբած եւ ցույց է տալի, թե որքան ապականված է այս համակարգը։ Ուրեմն ըստ էության հոգևոր Բաբելոնը խորհրդանշում է մարդկային ուսմունքի վրա հիմնված, մարդկային գաղափարների վրա հաստատված եւ մարդկային ավանդույթներով սնվող կրոն։ Այսինքն մարդու կողմից արհեստականորեն ստեղծված մի կրոնը, ոչ թե Հիսուսի ստեղծված կրոնը, այլ մարդու կողմից ստեղծված կրոնը։ Եվ այս կրոնը հակադրվում է ավետարանին։ Եվ Հիսուսի կառուցած եկեղեցու զորությանը, մի եկեղեցի, որը կառուցված է սիրով, ոչ թե բռնության վրա։ Ուրեմն հայտնություն գիրքը նկարագրում է այս երկու կրոնական համակարգերը։ Առաջին կրոնական, այսինքն այդ կրոնական համակարգը, որ նկարագրում է այդ կնոջը, որ արևունի, արևահակած, դրսևորում է լիակատար վստահություն Հիսուսի հանդեպ եւ կախվածություն նրա խոսքից։ Իսկ երկրորդը վստահություն է դրսևորում մարդկային իշխանության նկատմամբ եւ կախված է կրոնական ուսուցիչներից։ Առաջինը քրիստոսակենտրոն հավատք ունի, որը փրկության համար ամբողջությամբ կախված է Քրիստոսի շնորհից, զոհաբերությունից եւ քավությունից, մյուսը հավատին մոտենում է մարդկայնորեն։ Այսինքն այդ ամբողջը փոխարինում է եկեղեցու ավանդույթներով եւ մարդկանց ուսուցումներով, ոչ թե որը բոլորովին չի համապատասխանում Աստվածաշնչի։ Մատթեոս 16 գլխի 18 համարում Հիսուս ինչ ասում է, դու ես Պետրոսը եւ այս ժայռի վրա կկառուցվի։ Շատերը մտածում են, որ Պետրոսն էր այդ ժայռը, ոչ։ Եկեղեցին չի կառուցվել Պետրոսի վրա, եկեղեցին կառուցվել է Հիսուսի վրա։ Աստվածաշունչը ասում է, որ Հիսուսն է հիմքը եկեղեցու։ Եվ Հիսուսն էլ ասում է, ինքն է ժայռը եկեղեցու, որ եկեղեցին հիմնված է։ Ժայռը խորտանշե ճշմարտություն։ Այո, եւ հայտնություն 17-14-ը ինչ է ասում։ Ասում քարնոկին հետ պիտի պատերազմին եւ քարնոկ անոնց պիտի հաղթե։ Քանզի անիգա դերերում դերն է ու թագավորին թագավոր եւ անոր հետ եղողները կանչված, օնդրված եւ հավատարիմ են։ Այսինքն ճշմարիտ կրոնական համակարգի հիմքը Հիսուսն է, իր ուսմունքը, իսկ կեղծ համակարգի, կրոնական համակարգի հիմքը իր առաջնորդն է, իր կարծիքներն են, իր ավանդույթներն են եւ բազմաթիվ մարդիկ։ Եվ նաև իրանց ուզում են, իրանց ընկերանում են պետական գործիչների հետ, որ իրանց ուժը ունենան իրանց գործի մեջ։ Ուրեմն հին Բաբելոնում ինչ էր, եւ պետությունը եւ միացված էր, միայն Բաբելոն չէ, Եգիպտոսում էր, փարավոնը համարվում էր Աստված, Բաբելոնում էր Նաբուկոդոնոսորը այլ ղեկավարները համարում էին Աստված։ Այսքան բաժանված չէր պետականը եւ կրոնականը։ So ինչ արեց Նաբուկոդոնոսոր թագավորը։ Մի հատ հրաման ընդունեց, որ պարտադրեց բոլորին երկրպագել իր կողմից սարքած ոսկե արձանին։ Ուրեմն նույն բանը անելու է այս մյուս կեղծ պետական համակարգը։ Ինչի մասին է սա։ Երկրպագության, չէ։
Եվ ստիպում էին մարդկանց, որ երկրպագեն արձանին, ոչ թե կենթանի Աստծուն։ Եվ այս հարյուրամյակներ շարունակ Հռոմի պապերը հայտարարել են, թե երկրի վրա փոխարինում են Աստծուն։ 1894 թվականի հունիսի 20-ի իր էնցիկլիկայում Հռոմի պապ Լեո 13 ասում է. այս երկրի վրա մենք զբաղեցնում ենք ամենակարող Աստծո տեղը։ Նույնիսկ ինչ որ սատանան ասում, չէ, սատանայի միտքն էլ է։ Ֆերարիս եկեղեցական բառարան ավելացնում է. Հռոմի պապն այնքան մեծ արժանապատվություն ունի եւ այնքան բարձր է, որ ընդհանրապես մարդ չէ, այլ ասես Աստված է եւ Աստծո փոխանորդը։ Եվ Պողոս Նարաքյանն էլ ավելացնում է հետեւյալ խոսքերը մերկացնելով այս իրողությունը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանում, մինչև իսկ նա Աստծո տաճարում կնստի եւ ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է, բայց իրականում իր հետևում կանածը սատանան։ Մեծ բերան ունեցող հայոց բառեր ունեցող Այո, հայհոյություն այդ որ մարդը մարդ է, բայց ասում է ես Աստված եմ։ Եւ դրա հետևանքը ինչ է, կարդանք Երեմիա 50 գլխի 33-ից 38 համարները եւ 51 գլխի 17-47 համարները։ Երեմիա 50 33-38 Զորքերը Տերը այսպես կսե, Իսրայելի որդերը ու Հուդայի որդերը մեկտեղ զրկանք կրեցին, ու անոնց բոլոր գերեբաները զանոնք բռնեցին ու չեն ուզել զանոնք արձակել։ Անոնց փրկիչը զորավոր է, անոնց զորքերը Տերը անիկանշուշտ անոնց դատին ջատագով պիտի լա, որպեսզի երկրին հանգստություն տա ու Բաբելոնի բնակիչները խռովեցնեն։ Շարունակեմ։ 30 մինչև 38 Տերը կսե թե քաղաքացիներուն վրա ու Բաբելոն բնակիչներուն վրա եւ անոր իշխաններուն իմաստուններուն վրա սուր պիտի գա։ Ստախոսներուն վրա սուր պիտի գա ու պիտի խենթանան։ Անոր կտրիչներուն վրա սուր պիտի գա ու պիտի զարհուրին։ Անոր ձերուն կարգերուն վրա, անոր մեջտեղ մեջ եղող բոլոր խառնիճանաչ բազմությանը վրա սուր պիտի գա ու կիներու պես պիտի ալան։ Անոր գանձերուն վրա սուր պիտի գա ու պիտի հափշտակվին։ Անոր ջուրերուն վրա չորություն պիտի գա ու պիտի ցամքին, քանզի անիկա կուրքերու երկիր է։ Ու իրենց կուրքերովը կհիմարանան։ Եվ 51 գլխի 17 համարը ասում է ամեն մարդ դիտությունների զրկված անասուն դարձավ։ Ամեն ոսկերիչ իր քանդակած կուրքին պատճառով ամչցա, վասնզի իր ձուլած կուրքը ստություն է, անոնք հոգի չունին, անոնք ուդայնության եւ խաբեության գործեր են։ Իրենց պատուհասերատեն անոնք պիտի կորսվին։ Եվ 47 համարը նույն գլխի Անոր համարը հաուրեշուքան եւ Բաբելոնի կուրքերը պիտի պատժեն, անոր բոլոր երկիրը պիտի ամչնա, անոր բոլոր սպանվածները անոր մեջ պիտի իննան։ Այսինքն ինչպես է նկարագրվում Բաբելոնի էությունը ինչ է, կռապաշտությունն է։ Եվ ցավոք այս համակարգը, որ ներկայանում է քրիստոնեական համակարգ, ինքն էլ անումանույնը կռապաշտությամբ ազգավում։ Եվ ասում է Բաբելոնի կրոնում իրենց աստվածությունների արձանների նկատմամբ ծիսական հոգատարություն ու երկրպագությունը համարվում էր սուրբ։ Աստվածները միաժամանակ ապրում էին տաճարում իրենց արձանների եւ այն բնական ուժերի մեջ, որոնք մարմնավորում էին իրենց։ Կուրքերի կողոպուտը կամ ոչնչացումը համարվում էր աստվածային հովանավորության կորուստ։ Նեո-բաբելոնյան ժամանակաշրջանում քալդեացի իշխան Մարդուկ Ապլաիդինաբն փախավ Միջագետքի հարավային ճահիճներ իր հետ տանելով Բաբելոնի աստվածների արձանները, փրկելու դրան Ասուրիստանի Սենեքերիմի զորքերից։ Պատկերացնեք մարդը իր Աստծո։ Պիտի Աստված մարդուն փրկի, թե Աստված։ Մարդը պիտի Աստծո։ Այսինքն մարդիկ հասնում են ինչ հիմարական վիճակի,
Կարդանք ելից 20 գլխի 4-ից 6 համարները, որ Աստծո 10 պատվիրանների երկրորդ պատվիրան, Աստծո օրենքի երկրորդ պատվիրանն է։ Որոնց չուներ պապական եկեղեցի ժողովուրդը։ Եվ կաթոլիկ եկեղեցին պապական հանել է։ Այս այդ 10 պատվիրաններ ունեն, բայց դա հանել են, վերջին 17 պատվիրանը բաժանել են երկու մասի, որ էլի 10 դառնան։ Սո հիմա տենակ, թե ինչի են հանել։ Փչում։ Դու քեզի կուր չշինես, ոչ վերը երկնքի մեջ, ոչ վարը երկրի վրա կամ երկրի տակի ջուրերուն մեջ եղած բաներուն մեկ նմանությունը։ Անոնց երկրպագություն չնես, ուզանոնք չպաշտես, վասնզի ես քու Տեր Աստվածդ նախանցոտ Աստված եմ, որ գահատուցանեմ հայերուն անօրենությունը որդիներուն, մինչև անոնց 3-րդ ու 4-րդ ասկը, որ գադեն զիս, ու գողորմի մանոց մինչև 1000 ասկը, որ գսիրեն զիս ու իմ պատվիրանքներս կպահեն։ Ամեն։ Այսինքն Աստված պարզ ասում է. մի սարքեք կուռքեր եւ մի պաշտեք դրանք։ Իբր թե իմ պարտքերն են, նո, պետք չէ, Աստված ասում է մի արեք։ Մարդիկ կան արձաններ ունեն, ասում են այս արձանից յուղ է գալիս, ուրեմն ես այս արձանը պետք է պաշտեմ։ Այսինքն մոլորության մեջ է եւ Սաղմոսներ գրքի 115 գլխի 4-ից 8 համարը ասում է անոնց կուռքերը գիտեք, եկեք սկզբից կարդանք, որ այդ տարբերությունը տենանք։ Ոչ թե մեզի օգտել, ոչ թե մեզի, հապա քո անվանը փառքտուր, քո ողորմությանդ ու ճշմարտությանդ համար։ Ինչու համար հեթանոսները սենուր է հիմա անոնց Աստվածը, բայց մեր Աստվածը երկինքն է։ Անիկա իր բոլոր ուզածը, անոնց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր են։ Տեսեք, էլ ոնց բացատրի Աստված մարդկանց, թե ինչ ալմտություն է այդ կուռքերը պարզ բացատրում է։ Բելան ունին, բայց չեն խոսի, աչքեր ունին, բայց չեն տեսնել, ականջներ ունին, բայց չեն լսել, քիթ ունին, բայց հոտ չեն առնել, ձեռքեր ունին, բայց չեն շոշափել, ոտքեր ունին, բայց չեն քալել, ու իրենց կոկորդովը ձայն չեն առնել, անոնց նման կլան զանում շինողները ու բոլոր անոնց ուսացողները։ Ուրեմն ինչի այս կեղծ համակարգը հանեց այդ պատվիրանը, որտեղ ինքը հենց կուռք է պաշտում։ Եվ Մարիամի արձանները, եւ այդ բոլոր նկարները, սրբապատկերները, որ մարդիկ գնում են այդ սրբապատկերները պաշտում են, շատ անգամ աչում են, համբուրում են, չգիտեմ, պատերը, այդ սրբապատկերները, ով ասել, որ տենց բան պիտի անել։ Պաշտել պետք է Աստծուն, ոչ թե քարը կամ նկարը կամ արձանը, դա ինչ է, պարզ գրած է, ոչ մի բանով չի կարող օգնել։ Եվ բայց իրանք շարունակում են համար ձևով Աստծուն դեմ գնալ։ Եվ դա երկրորդ պատվիրանի խախտում է։ Քանի որ այն սահմանափակում է Սուրբ Հոգու մեր մտքերում հավիտենական արժեքները տպավորելու կարողությունը եւ նվազեցնում է Աստծո վեհությունը մինչեւ անշունչ արձան։ Այս արձանները հենց սկզբից չկային քրիստոնեության մեջ, իրանք 4-րդ դարում մտցվեցին քրիստոնեության մեջ, ավելի ընդունելի դարձնելու հեթանոս բնակչության համար, ոնց որ շաբաթը փոխվեց կիրակի, որպեսզի ավելի շատ մարդիկ լինեն, այսինքն արևի օրը պաշտամունք էր, չէ՞։ Նույնն է էս է, որպեսզի շատ հեթանոսների իբր թե բերեն դեպի քրիստոնեություն, բայց քանի կոպեկ արժե քրիստոնեությունը, եթե սուտ բաներ եք անում, մարդկանց սուտ եք մատուցում։ Ցավոք այս արձաններին հաճախ տրվում է այն սրբություն ու պատիվը, որը պատկանում է միայն Աստծուն, ինչն այս ամենը դարձնում է հոգարապես ստորացուցիչ։ Եվ մեծ պայքար գրքում գրված է Հայտնություն 14-րդ գլխի լուրը, որն ազդարում է Բաբելոնի անկումը, պետք է վերաբերի կրոնական այն մարմիններին, որոնք մի ժամանակ մաքուր է եղել, իսկ հետո ապականվել են։ Քանի որ այս լուրը հետևում է դատաստանի մասին նախազգուշացմանը, այն պետք է հռչակվի վերջին օրերին, դրա համար չի կարող վերաբերվել միայն Հռոմի եկեղեցուն, քանզի այդ եկեղեցին դարեր շարունակ ընկած վիճակում է եղել։ Բայց հիմա ցավոք շատ բողոքական եկեղեցիներ միաբանվում են այս ընկած համակարգի հետ, եւ հենց այդ դրա մասին է խոսքը գնում։ Եվ Դանիել 3-րդ գլխում, երբ որ Նաբուկոդոնոսորը սարքեց այդ ոսկուց արձանը, եւ ասեց բոլոր պիտի երկրպագեք,
Բայց երեք հրյա պատանի կայ, որ գիտեին, որ սա կռապաշտություն է, եւ իրանք ուզեցին հավատարիմ մնալ իրենց կենթանի աստծուն, եւ բոլորը ծնկի եկան իրար կանգնած մնացին, այս երեք պատանիները։ Այդքան ժողովրդի հազարավոր ժողովրդի մեջ այս երեք պատանիները չվախեցան, չնայած հենց սկզբից սպառնալիք եղավ, որ ով որ չերկրպագի, պիտի գցվի կրակի մեջ եւ վառվի։ Բայց իրանք հավատարիմ մնացին ասում եւ Աստվածը իրանց ազատեց։ Իրենց չասեցին, որ տելավել ինչ կլինի։ Այդպես չասեցին, տելավել ինչ կլինի, մի անգամ անենք էլի, մեր կյանքը ազատելու համար։ Չէ, լուրջ, իրանք երբ որ հարց եկավ Աստված պաշտությանը, լուրջ ընդունեցին այդ բոլորը։ Եվ դա իրոք լուրջ Իրանք կյանքը չսիրեցին, մինչև վերջ, այո, լուրջ հարց էր քանի որ։ Շատ մարդիկ, օրինակ, լսենք շաբաթ օրը, շատ լուրջ չէ վերաբերվում։ Կուզեմ կդնավի, կուզեմ սուրբ կպայեմ, կուզեմ չեմ պայի։ Տենց չի։ Աստված չի ասում, ուզում ես սպանի, ուզում ես մի սպանի, ուզում ես գողություն արա, ուզում ես մի արա։ Ուզում ես շնություն արա, ուզում ես մի արա։ Չի ասում, ուզում ես հիշի շաբաթ, ուզում ես մի հիշի։ Լավ, մի շաբաթ հիշի, այն մի շաբաթ մի հիշի։ Տենց բան չկա։ Եթե գնում ենք Հիսուսի հետևից, ուրեմն լուրջ ընդունենք։ Որովհետև սա շատ լուրջ հարց է։ Եթե Հիսուսի անունը վերցնում ենք մեր վրա, ուրեմն հավատարիմ լինենք, որտեղ հենց եւ ասում աստեղ որն է մյուս պատվիրանը, որին այն խառնվել է, 4-րդ պատվիրանն է։ Ինչ ա գրել, շաբաթ բառը փոխարինել է Կիրակի բառով, այդ կաթոլիկ եկեղեցի։ Եվ նորից եւ երկրորդ պատվիրանը եւ 4-րդ պատվիրանը վերաբերում այն չի, երկրպագությանը, պաշտամունքի։ Եվ ուրեմն ուզում են Աստծո ճշմարիտ Աստծո պաշտամունքը մեջտեղից հանել եւ իրանց են երկրպագում դրա։ Իսկ իրանց հետևն էլ սատանան է, կանած, այսինքն սատանային են երկրպագում։ Եվ իհարկե մի օր էլ մեր առաջ այս հարցը կկանգնի։ Եվ մենք էլ պիտի որոշում կայացնենք այս երեք պատանիներից, մենք ում ենք պաշտելու։ Այս կրոնական կեղծ ուսմունքը, գազանի պատկերը, թե նրան, ով որ ստեղծեց երկինքը, երկիրը, ծովն ու դրա մեջ եղածները, իսկ 7-րդ օրը հավաստացավ, թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք լինենք այս հավատարիմների մեջ, ոնց որ այս հիշելու համար մեջ է գրած։ Կանչվածներ, ընտրյալներ ու հավատարիմներ։ Ամեն։ Ամեն։ Ամեն։